Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շատ լավ, նշեցիք, որ մեկ անդամի հաշվով եկամուտները չպետք է գերազանցեն 55,000 դրամը։ Կմանրամասնեք, այս շեմը ինչով է պայմանավորված։ Ուրեմն այդ շեմը պայմանավորված է հետևյալ հանգամանքով, վերջերս մենք ներդրել ենք անապահովության գնահատման նոր համակարգ, որտեղ սահմանվում են անապահովության շեմեր, իսկ այդ շեմերը պայմանավորված են բարենային զամբյուղի արժեքով, սահմանված է 4 շեմ, դա կոչվում է ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով եւ անապահով, որի իր հերթին պայմանավորված է որոշակի տոկոսային արտահայտությամբ բարենային զամբյուղի արժեքի հետ, քանի որ բարենային զամբյուղի արժեքը դիտարկվել է 24 թվականի 3-րդ եռամսյակի համար հաշվարկված գումարը, դա 34581-ն է, իսկ մյուս շեմերն էլ կախված այս թվից ունեն հետևյալ տոկոսային արտահայտությունը, այդ շեմի նկատմամբ 130%-ը դա չափավոր աղքատն է, 160%-ը միջին աղքատը, 185%-ը անապահովը, այսպես ասենք, վերցված է միջին անապահովության շեմը, որը շուրջ 55,000 դրամ է։ Շատ լավ։ Սոցիալական ցանցերում հարցեր բարձրացվում այն մասին, որ եթե ընտանիքում կա թոշակառու, որը թոշակեստամ կամ երեխան, որը նպաստ է ստանում, դա արդյոք հաշվառվելու է եկամուտների այդ շրջանակում։ Մի շարք եկամուտի տեսակներ, այո, հաշվարկում են որպես եկամուտ, հիմքը բարձ լինի բոլորի համար, ամսական պարբերականությամբ ստացված գումարներն են, որը իհարկե, ինչպես ներառում է աշխատանքի վարձատրության ուղղված միջոցները, այնպես էլ կենսաթոշակը եւ ամենամսյա պարբերականությամբ ստացվող նպաստները, աջակցության տեսակները։ Երեխայի նպաստը թոշակը դրանք մինչև 2 տարեկան երեխայի նպաստը այո, քանի որ դա ամսական պարբերականությամբ է, կենսաթոշակը միանշանակ, այսինքն հաշվարկվել է այն գումարը, որը ամսական պարբերականությամբ ընտանիքի, այսպես ասենք, գրպանն է։ Այն շրջանակը, որ դուք պատկերացնում եք ու չափանիշներ եք սահմանել, մոտավոր թիվ ունենք, քանի շահառու է լինելու այս բաղադրիչից օգտվողների։ Ճիշտ ասած, մենք կանխատեսել ենք 3000 առնվազն ընտանիք, բայց սա խիստ մոտավոր թիվ է, քանի որ այստեղ հաշվարկներ անել այդքան հեշտ չի, քանի որ աջակցությունը ընտանիքով է կատարվելու, ընտանիքների դեպքում բավականին լայն այդպիսի վերլուծելու հնարավորություն չունենք, սա կանխատեսում է, քանի որ մեր ունեցած մինչև հիմա աջակցության տեսակները, սոցիալական աջակցության տեսակները անձով են կատարվել, հիմա այս մի աջակցությունը արդեն թիրախը աջակցության դա ընտանիքն է, որը չունի համապատասխան եկամուտներ։ Ուղղակի 55,000 դրամը ըստ ինձ այնքան նվազագույն շեմ է սահմանված, որ եթե թոշակնել եք հաշվելու, նպաստել եք հաշվելու, մարդկանց պատկերացնում եք ինչ շրջանակ կարող է դուրս մնալ։ Եկեք ծրագիրը գործարկենք 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո վճարումները նոր տեսնենք շրջանակի մասին, իմ կանխատեսումները ճիշտ ասած այլ են, շրջանակը լինելու է լայն, որտեվ եկեք անձով չհաշվենք այստեղ, խոսքը ընտանիքի մասին։ Շատ լավ։ Աշխատող արցախցիները սոցիալական ցանցերում մեկնաբանություններ էին թողնում եւ անարդար էին համարում այս մոտեցումը, նշում էին, որ իրենք գիշեր-ցերեկ աշխատում են, տան վարձը վճարեն, իսկ օրինակ իրենց հասակակիցը, որը ցանկություն չունի աշխատելու, պետությունից ստանալու է այս աջակցությունը։ Այստեղ անարդարության բաղադրիչ տեսնում եք։ Հասկանում եմ մտահոգությունները, բայց այդքան էլ անարդարության բան չեմ տեսնում, ասեմ սոցիալական աջակցության մասին ենք մենք խոսում, որը պետք է լինի թիրախային եւ տված աջակցությունը չպետք է գերազանցի այն գումարը, որը տրվում է կստանա անձը աշխատելու դեպքում։ Այս սկզբունքը միշտ պահպանվում է, եթե բարձր լիներ, շատ բարձր լիներ այս աջակցության գումարի չափը, դա կարելի է ինչ որտեղ համեմատել նույնիսկ նվազագույն աշխատավարձի հետ։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք անձը ընտրություն ունի կատարելու ստանալ այս աջակցության գումարը, թե աշխատել։ Աշխատելը բոլոր դեպքերում ավելի շահագրգռված են լինելու մեր հայրենակիցները աշխատելու, քան այս աջակցությունը ստանալու։ Այսինքն գերադասելու են աշխատանքը, ոչ թե այս աջակցությունից օգտվելը։
Պարզապես այս հարցից բխող եւս մեկ մտահոգություն կար, որ հնարավոր է թաքնված զբաղվածության ռիսկ լինի, որոշները կարող են թաքնված աշխատել, չգրանցել իրենց եկամուտը եւ ամեն դեպքում օգտվել այս ծրագրից։ Իսկ մյուս անձը, որը 80,000 դրամով աշխատում է, փաստացի չի կարողանալու օգտվել այս ծրագրից։ Հարցը մի քիչ լայն է, սա ընդհանուր պետության, այսպես ասեմ, խնդիրն է, այլ գործիքակազմերով թաքնված աշխատելու հանգամանքը վերացնելը, բայց ուզում եմ մի բան նույնպես ավելացնել, իմ ասացին, որ ամեն դեպքում մեր քաղաքացիները, մեր շահառուները, բռնի տեղանված անձինք պարտավոր են ներկայացնել հավաստի տվյալներ։ Շատ լավ։ Որովհետև հետագայում սա ուսումնասիրվելու է եւ ստուգվելու է ներկայացված տվյալները հավաստի են թե ոչ։ Մենք մոտավոր հաշվարկների մասին նշեցինք, 3000, բայց աստիճ խիստ մոտավոր են այս թիվը հնարավոր է փոխվեն։ Այո։ Դա անձի մասին էր, չէ՞, խոսքը 3000 ընտանիքի մասին է խոսքը։ Հասկանալի։ Եվ խնդրեմ նշեք, թե դիմումներն ինչ ձևաչափով են ընդունվելու եւ երբանից եք սկսելու ընդունել։ Դիմումները սկսելու ենք ընդունել ապրիլի 12-ից, ապրիլի 22-ից այդ ժամանակ համապատասխան հարթակները կաշխատեն, դիմումը ներկայացնելու են մեր սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգում գրանցվելուց հետո, կոչվում է դա e-social, այնտեղ դիմող անձը բացել է օգտահաշիվ, որը հետագայում շատ է պետք գալու այդ ընտանիքին եւ այդ անձին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերից մի քանի կոճակների միջոցով օգտվելու համար, ուրեմն այդ հարթակում բացում են օգտահաշիվ եւ ներկայացնում են դիմում, դիմումը շատ պարզ դիմում է, որևէ փաստաթուղթ գցելու անհրաժեշտություն չկա, ընդհանրապես ներկայացնում են տեղեկատվություն, որը իհարկե ստուգվելու է հետագայում այլ տեղեկատվական բազաների հետ։ Քանի որ էլեկտրոնային գործիքակազմից խոսեցիք, հետաքրքիր է արցախցիները հեշտությամբ կարողանում են ինտեգրվել եւ օգտվել, իսկ եթե դժվարություններ են ունենում ձեր համապատասխան գրասենյակներում, հնարավոր է տեղում աջակցություն ցուցաբերել, որպեսզի իրազեկված լինեն։ Նախորդ միջոցառումների փորձը ցույց է տալիս, որ արդեն այո, մեր հայրենակիցները կարողանում են օգտվել այդ հարթակներից։ Իհարկե դժվարությունների դեպքում միանշանակ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կարող են մոտենալ, որտեղ իրենց կօգնեն։ Եվ եւս մեկ բան ավելացնեմ, քանի որ հարթակը կամ դիմումների հարթակը բացվելու է ապրիլի 22-ից, այն անձինք, ովքեր այն ընտանիքները, ովքեր չեն հասցնի դիմել ապրիլ ամսվա ընթացքում, կդիմեն մայիս ամսվա ընթացքում, կառավարության որոշմամբ այս հարցը նույնպես կարգավորված է, մայիս ամսին դիմողները կստանան աջակցություն նաև ապրիլ ամսվա համար։ Այսինքն հենց դիմեցին կարճ ժամանակում արդեն այդ գումարների տրամադրումը կլինի, ինչ որ ընթացակարգ լինելու է։ Այո, ընթացակարգ կար, ցանկացած ամսին դիմաց անձանց տվյալները ստուգվել են մինչև հաջորդ ամսվա 15-ը։ Այսպես ասեմ, ապրիլ ամսին ովքեր դիմել են, մինչև մայիսի 15-ը բոլոր համադրումները կատարված կլինի, ամսի 15-ից հետո արդեն կսկսենք կազմակերպել վճարման գործընթացը։ Յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա վճարման գործընթացը կազմակերպի այդ ամսվա 15-ից 20-ի ընթացքում։ Իսկ այն արցախցիները, որոնք այս պայն Հայաստանում չեն, օրինակ ենթադրենք մայիսի վերջ հունիսին կան, որ կրկին դիմեն, հնարավոր է, ինչ որ ժամկետներ կա դիմելիության։ Դիմելիության ժամկետ չկա, եթե դիմում չունեն կամ ունեն մերժված դիմում, ցանկացած ժամանակ կարող են դիմել։ Աջակցությունը կհաշվարկվի սկսված այդ ամսվանից։ Որ ամսից որ դիմեն։ Որ ամսից որ կդիմեն, այո։